երբ որ Ալենի եղբոր կնոջն էին կալանքի տալի, այդ ժամանակ տղաները խոսեցին ու իրենց աջակցությունը ցույց տվեցին, այդ աբսուրդի մասին է խոսեցին, բայց մարդիկ, քանի որ ինքնասիրություն կարծում եմ չունեն, իրանց համար երևի իշխանություններին ծառայել մի լավ բան անեն, որ Նիկոլն իրանց ասի ապրես, գնան դիմում գրեն, որ տես դուրս եկավ, որ տենց թևերը հետևը ոլորած տանում էին, գնացել ենք դու ունես ենք արեն, ինձ թվում է այդ ամեն ինչը մենակ որտեվ իրանք էլ էին իրանց նկարահանողին բերել, կարծում եմ դա միշտ են անում, թե այս անգամ էր տենց եղել։ Ձեր մոտ։ Հա, որ իրանք իրանց նկարողին բերել էին հետները, այդ ամեն ինչ վիդեո նկարում են։ Հաճախ ունենում են, հա։ Ձեր տանը ինչ էին բանում խոզարկելուց, շատ երկար։ Հետույք բառը։ Երեխեքի հեռախոսները, երեխեքի iPad-ներն էլ վերցին, այդ ճիշտ ասած չգիտեմ ինչ պետք է։ Չտարան, չէ, որովհետև ասում էր չավիրեն իմ iPad-ս, չավիրեն հեռախոսս, ասի ինչ է չենք ավիրի, չգիտեմ, երեխու արձագանքներ պատճառը որ չտարան, թե ինչ թվում է, ախր ամոթ էր։ Իրենց 2 մետրանոց այդ մարդիկ մտել են տուն, ասում եմ, ինչ պիտի ման գան, այն ժամանակ դեռ չգիտեին ինչ են ման գալիս տանը։ Երեխեքի սենյակը մտան, դե ամբողջ տունը նայել էին, ես չէի տեսել, որ իմ հեռախոսն ու համակարգիչ չկա։ Հետո որ արդեն գնացել էին, տարել էին արկին, երեխեն ուզում էր իր հեռախոսը ինչպես միշտ զարետկա չի ունենում, հեռախոսը իման գալիս, որ տամ նայի, տեսա չկա, ասի լավ, հեսա կոմպս, բացեմ կոմպը, նամ կոմպն չկա, նոր հետո հասկացա, որ տեսա վարեկն էլ չկա։ Չէ, հետո տեսա, որ իմ հեռախոսն Հետո սնարեկին ասեմ գնաբերի, տեսան արեկն էլ չկա։ Չէ, ես միշտ սպասում եմ։ Ես միշտ սպասում եմ։ Բացի այլ կարգավիճակ ունեցող մարդիկ կան խմբագրակազմից, օրինակ Դավիթին Ֆիդանյան, որ Սա շատ նուրբ, շատ կարևոր իրավական հարց է։ Մարդկանց ձերբակալեցին,